Շարունակվում է առաջին ծրագիրը շատ հետաքրքիր թեմայով, քանի որ նոյեմբերի 27-ից ATV-ի եթեր է վերադարձել հայ կանանց կյանքը բարեփոխող նախագիծը, բոլորիս շատ սիրելի Ֆեմինան։ Իսկ տղամարդկանց մասին ծրագիր է լինելու, թե տղամարդն է հայ կնոջ կյանքը բարեփոխում։ Իսկ բարեփոխեցիր այս նախագիծը, սիրելի Սուրեն։ Փոխեցի ամբողջությամբ կոնցեպտը։ Այս առիթով մեր հյուրերն են Մարիանա Մարյանյանը, Բայ Յուրևնա կրեատիվ ընկերության հիմնադիր Ֆեմինա նախագծի գլխավոր պրոդյուսեր եւ Քրիստինա Բաբայանը K-Wellness Medical Spa Premium ցանցի հիմնադիր, դերմատոլոգ, ԱՄՆ եւ ԱՄՆ լիցենզավորված մասնագետ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ասածս ճիշտ էր։ Մենակ անունս էր սխալ։ Ինչը։ Անունս Մարինա։ Մարինա։ Ես ճիշտ էր, ես սխալ կարծացի։ Ջղայնացած էի մի քիչ այդ առիթով։ Ես զգացի, հա։ Բայց իմ ասածը ճիշտ չի, տղամարդը չի բարեփոխում կնոջ կյանքը։ Հայ առաքինի տղամարդը իհարկե բարեփոխել կարող Հայ է։ ոչ առաքինի տղամարդ կա։ Այդ ես չեմ մեկնաբանում, մեր նախագիծը դրա մասին չէ։ Սա փոքրիկ դիսկուս է կնոջ եւ տղամարդու հավերժ պայքարի մասին։ Վերադառնանք պրոյեկտին։ Լավ եք։ Լավ, շնորհակալ ենք, Լավ։ այո։ Դե հիմա ասեք երրորդ եթերաշրջանում ինչ է սպասվում։ Արդեն 4-րդ եթերաշրջան։ Արդեն սա 4-րդ եթերաշրջանը, այո, 3 տարի եթերում ենք մենք, եւ 4-րդ եթերաշրջանում կատարել ենք շատ մեծ փոփոխություններ, երկու գլխավոր բան ենք փոխել։ Առաջին հերթին դա ձեռագիրը։ Մենք 3 տարի լինելով եթերում հասկացանք, որ այո, պետք է կատարվի ձեռագրի փոփոխություն եւ մշտապես ձգտելով լավագույնին ու կատարելությանը փոխեցինք նաեւ Ֆեմինայի մենթորական թիմը։ Երկրորդը Ֆեմինայի 4-րդ եթերաշրջանում հանրության կողմից սիրված եւ որոշակիորեն ճանաչված մարդիկ են անցնում կերպարանափոխության փուլերով։ Բացի էքսկլյուզիվ թողարկումից, որը հիմա չենք բացի։ Ձեր մասնակցությունը, փորձառությունը ինչքանով է Ֆեմինային փոխանցվում, ինչքանով եք հեշտ աշխատում մասնակիցների հետ, մի քիչ կիսվեք այս մասին։ Առաջին անգամ եմ աշխատում Ֆեմինայի հետ, բայց շատ ուրախ եմ աշխատել, որովհետև շատ հեշտ է նախ աշխատելը, ամեն ինչը շատ արագ կազմակերպում են, մասնակիցները շատ լավ աղջիկներ են, շատ լավ ռեզուլտատներ ենք ստանում, որովհետև իրանք էլ հետևում են ամեն ինչին, ինչը որ ես խորհուրդ եմ տալիս, դրա համար ունենում ենք շատ լավ ռեզուլտատ։ Սյոմկաները շատ անցնում է արագ, ուրախ եւ հեշտ։ Մի խոսքով աշխատելը շատ հաճելի է, քանի որ մենք այս դարում ժամանակի խնդիր ունենք ու բոլորս ուզում ենք ամեն ինչ շատ արագ անենք, այդ շատ կարևոր է ու իհարկե Մարինայի ղեկավարությամբ ամեն ինչը շատ արագ կազմակերպվում է։ Շնորհակալ եմ։ Քանի որ եթերից առաջ էլ ես նշեցի, որ ինձ համար նախագիծը Հայաստանում իրականացնելը բավականին բարդ է, որովհետև գիտեմ, որ հայ աղջիկները այդքան շատ ազատ չեն եւ այդքան պատրաստ չեն փոփոխությունների, հետաքրքիր է ինչ դժվարությունների եք հանդիպում եւ ինչպես է կարողանում գտնել աղջիկների, որոնք համաձայնում են մասնակցել եւ հետո վստահաբար երջանիկ գնում են Նաև շնորհակալ, վստահ եմ։ Այս եթերաշրջանում հատկապես բարդ էր, քանի որ հենց նպատակ ունենք հայտնի մարդկանց միջոցով ներկայացնել բուլինգի, հեյթի, քննադատության թեման, որքանով են մեր հենց ազգի հայ կանայք մյուսին կարողանում վիրավորել, ցածրացնել եւ ինչ որտեղ նաև այդ ամեն ինչին բախված աղջիկներին ընտրելը դժվար էր, որտեղ իրաց ճանաչում են եւ արդյունքը էլ ավելի կարեւոր է։ Բայց դա ավելի շատ ոչ թե Ֆեմինայի հենց կոնկրետ մեր այսպես ասած նվաճումն է ձեռքբերումն է, այլ հենց մեր մասնագետների, որովհետև մինչև անցնելը արդեն վերջնական հաստատման փուլը, նրանք ունենում են հանդիպումներ բժիշկի հետ, տեսնելով իրենց, ես կարծում եմ, որ արդեն անհնար է չհամաձայնվել է, եւ օրինակ նույն Քրիստինայի հետ, որ հանդիպում են ունենում, բժիշկները կարողանում են այնպես ճիշտ բացել իրենց, այնպես ճիշտ խորհուրդներ տալ, ոչ թե պարտադրել ինչ-որ բան ասել, սա է պետք կամ նա, այլ առաջինը լսել, թե ինչ է ուզում հենց մասնակիցը։ Ու դա ավելի շատ հենց իրենց ձեռքբերումն է, որ մասնակիցները համաձայնություն են տալիս հրապարակայնորեն դա ազատվել իրենց բարդույթներից բոլորի աչքի առաջ։ Այսինքն մասնագետները խորհուրդ են տալիս ինչպիսի բարեփոխումներ անել եւ մասնակիցները համաձայնում են կամ չեն համաձայնում, թե իրենք էլ կարող են ասել, թե ինչ կուզեին փոխել, ինչը ինչպես կցանկանային լիներ։ Ես պատասխանում, որտեղ ես կոնսուլտացիաներ արել, իսկ սկզբանե առաջին անգամ երբ որ հանդիպում ենք, նախնական կոնսուլտացիա ենք անում, թե ինչից ինչ կարող ենք ստանալ, հա։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս լինել միշտ բնականի մեջ, իհարկե հիմնականում ռինոպլաստիկայից հետո է կատարվել միջամտությունները, բայց ամեն դեպքում ես առաջինը իրանց կարծիքն եմ հարցնում, ինչ կուզենայիք, որ փոխվեր ձեզ մոտ, իրանց լսելով հետո արդեն ես եմ խորհուրդ տալիս եւ
առաջի կոնսուլտացիայից հետո, եթե մաշկի հետ խնդիրներ ա լինում, շտկում ենք, եթե արդեն մաշկի հետ խնդիրներ չի լինում, ռինոպլաստիկայից հետո արդեն միջամտություններով բերում եմ ավելի բնական, սիրուն համաչափ տեսքի, որտեվ ամեն դեպքում միջև ռինոպլաստիկայով հետո լրիվ ուրիշ դեմք են ունենում աղջիկները եւ շտկելը շատ ավելի լավ ա լինում վիրահատությունից հետո։ Գիտեք, սովորական, հա, ոչ famous դեմքերը եթե մասնակցում են, նրանք իրենց համար ավելի հեշտ է փոփոխության անցնել, բայց արդեն ճանաչված մարդիկ, որոնց վաղուց արդեն ճանաչում են հենց այդ տեսակով, նրանց համար շատ դժվար է ինչ-որ բան փոխելը, որովհետև արդեն իրեն գիտեն, որ հանրությունը ինձ այդպեսին են սիրում։ Այդ դժվարությունների չեք հանդիպել խոչընդոտների, որ համաձայնվեն ծրագրին գան, բայց հենց հասկանան, որ պետք է ինչ-որ բան այսպես պլաստիկ արվի, ասեն, օ, չէ, կներեք, մենք չենք։ Ի սկզբանե մասնակիցները գիտեն, որ հենց պլաստիկ վիրահատություններ է կատարվելու ու հենց իրենք դիմում են այդ ցանկությամբ։ Այսինքն անգամ եթե ինքը հայտնի մարդ է, միևնույնն է նա գիտակցում է, որ դա վիրահատական միջամտությունն է, որը պարտադիր կատարվում է։ Եվ սովորաբար ընտրվում են հենց այնպիսի մարդիկ, ովքեր որ հենց առնչվել են հանրության կողմից տվյալ կոպիտ ասած պահանջին։ Քանի որ առաջի հաղորդումը գնացել է ենթեր, նույն ֆուտբոլոգեր Լիանայի օրինակով ասենք, անգամ եթերում մենք ցուցադրեցինք վատ բացական մեկնաբանությունները, որոնք որ թողնում էին հենց իր հանրությունը, ով իրեն շարունակելով հետևել, պարտադրում էր, որ նա պետք է կատարի վիրահատություն կամ գնահատական էր տալիս իր արտաքնին։ Բայց իրականում կարծում եմ, որ մեր բժիշկների միջոցով է, որ մենք կարողանում ենք իրենց ճիշտ ուղղորդում տալ ու վերջնական արդյունքից դեռևս դժգոհ մասնակից այսքան ժամանակ չենք ունեցել, չնայած որ արդեն գրեթե բոլոր հաղորդումները պատրաստ են։ Ամենատպավորիչ տրանսֆորմացիան, որ ունեցել եք, որ մասնակցին կառանձնացնեք։ Ես կարծում եմ Լիաննան է երևի եղել, որովհետև իր մոտ շատ ակնհայտ ա եղել այդ փոփոխությունները, հետո իր էմոցիաներն էլ մի քիչ ավելի ուրիշ ձև եղել։ Երկրորդ, երրորդ մասնակիցներն էլ են շատ լավ արձագանքել ու շատ սիրուն ա ստացվել իրականում, բայց չգիտեմ կամ էլ իմ մոտ է այդ տպավորությունը, որովհետև առաջինը ինքն է եղել, դրա համար չգիտեմ, բայց ամեն դեպքում սենց Լիաննան մի քիչ սենց շատ ուրիշ ձև է։ Հետո երկրորդ երրորդին դեռևս չեն կարող լիարժեքաբար բացահայտել, քանի որ մենք գիտենք ովքեր են, բայց հանրության կողմից դեռևս դա այո, գաղտնիք է, կոնֆիդենցիալ է։ Քանի հաղորդում է լինելու այս եթերաշրջանում։ Այս եթերաշրջանում մենք արեցինք 3 ընդհանուր կերպարանափոխություն, 4-րդը ամփոփիչ հաղորդում որպես, որի շրջանակներում նաև ներկայացնելու են կայանալիք միջոցառումները, քանի որ մեր սպիկերները տալիս են հնարավորություն անվճար սկզբունքով բաց միջոցառման ձևաչափով մոտ 200-ից ավել հայուհի, այս անգամ 220 եւ մի քիչ մոտավոր 230 հոգու թե խորհրդատվություն անցկացրեցին, թե նաեւ կիսվեցին այն ամենով, ինչ որ օգտակար է իրենց համար, հենց ինքնախնամքը կատարելու ու գրագետ լուծումներ տալու համար։ Եվ դա մեր մոտ 4-րդ հաղորդման մեջ է ներառված, նաեւ տեղի ունեցավ փակ ձևաչափով միջոցառում, որի շրջանակներում արդեն մեկ այլ ավելի հասուն կանանց հետ ունեցան հանդիպումներ, որտեղ եւս կարեւոր ու առողջության առնչվող թեմաներին անդրադարձան։ Քանի որ Ֆեմինան արդեն 4-րդ եթերաշրջանն է ապրում, ինձ հետաքրքիր է այս 4 եթերաշրջանների ընթացքում ինչ հետևություններ է կարել, նպատակը փոխվել է, որը ի սկզբանե եղել է, ձևափոխվել է ընթացքում։ Արժեքները պահպանվել են իհարկե, որ պետք է հայ կինը, հայուհին լինի հենց յուրահատուկ բնական ու ավելի ինքնավստահ դառնա եւ չփորձի նմանվել մեկ այլ կնոջ ու հենց ինչպես նշեց Կրիստինան, պահպանի իր բնական յուրօրինակ տեսքը։ Եվ դա էլ հենց առաջնային մեր թիմի մեջ դրվող արժեքն է, որը որ պետք է կիսեն նաեւ մենթորները։ Երկրորդ հետևությունը գլխավոր որ ուզում ասեմ, դա հենց այն է, որ իսկապես նման նախագծի կարիք կա ու մարդիկ առնչվելով մասնագետներին եթերով անգամ հասկանում են, որ կան լուծումներ իրենց խնդիրներին։ Ու նաև ինչպես օրինակ ես ինչքան էլ նշում եմ, պնդում եմ, որ Կրիստինան հուշի թե որոնք են այն top մի քանի պրոցեդուրաները, որոնք պետք են, նա միևնույն է դեմը եւ բոլոր հաղորդումները մենք պնդում ենք, որ կա անհատական մոտեցում։ Ու հենց այդ անհատական մոտեցումն էլ բժշկի կողմից ամենագլխավորն է, որ տալիս են։ Իսկ ինչքանով են ռիսկային մեր ընդհանրապես հայ կանայք, որովհետև շատ անգամ ուզում ենք նման փոփոխությունների, հա, լսում ենք, այ կուզենայի սա անեի, կուզենայի այսպես անեի ուղղակի, բայց հենց բանը հասնում է արդեն գործողությունների, այ չէ, այս ռիսկով է, հա, լինելը ինչքանով է արտահայտված մեզ մոտ ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ մեր հայ կանայք շատ ռիսկով են, առավել եւս վիրահատությունների հետ կապված, որտեղ մեր մոտ Հայաստանում ռինոպլաստիկան առաջի տեղն է գրավում։ Օհո,
Եվ հետաքրքիր է հարաբերություններում, քանի որ երբեմն տղամարդու եւ կնոջ միջև անձնային սահմանները այսպես ձուլվում են, գալիս են կանայք միայնակ, թե տղամարդիկ են գալիս, իրենք են խառնվում, իրենք են ցանկանում։ Քրիստինան պատասխանի։ Կոնկրետ ինչ վերաբերվում է հենց էսթետիկային, ունեմ շատ տարբեր դեպքեր եւ կանայք առանձին են գալիս, հետո տղամարդկանց են իրենց բերում, սրսկումների ամուսիներով են գալիս, հետո ամուսիները առանձին են գալիս, երեխեք առանձին, կանայք առանձին ու շատ տարբեր են։ Ուզում եմ ասեմ, որ այսօրվա դրությամբ կանանց եւ տղամարդկանց այցը ուղիղ հավասար է։ Կոնկրետ իմ մոտ։ Դե տղամարդիկ են դարձել հետևողական, ինչը Այո, իրանք էլ չեն ուզում ծերանան։ Այո, հակառակ սերին դուր գալու համար պետք է հետևել ինքդ քեզ, քո հիգիենային, քո տեսքին եւ դա շատ կարեւոր է։ Մեր օրերում դա արդեն դարձել է արդիական, ինչը շատ գովելի է եւ դա նկատվում է նաեւ հակառակ սերի ժպիտներից։ Ձեզ շնորհակալություն եւ մաղթում ենք 4-րդն էլ բարեհաջող ընթացք միջև ավարտ, այնուհետեւ կհանդիպենք 5-րդի մասին կխոսենք եւ ուզում եմ ձեզ նվիրել տրամադրություն։ Դուք շատ ժպիտով եք եւ այս բացիկները, արևոք բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Վրան գրված է սիրում եմ։ Բացիկներում երգերն են, երգից բառեր են, որոնք նախատեսվել Հայկոն է։ Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս։ Նվիրեք ձեզ համար այն մարդկանց, ովքեր հենց այս բառերն են նշանակում ձեր կյանքում։ Այսօր շնորհակալություն ձեզ։ Եվ հաջողություններ նախագծին։ Շնորհակալություն։ Ես սիրով քիթս կփոխեի, բայց արդեն ուշ է։ Ուզում են ուզեն, չէ, կիրովական խնդրող կա, ինչպես ասում են։ Այս բային փորձենք հանգստանալու չէ։ Հիմա դադարում էր եթերում, որից հետո վերադառնանք եւ ամփոփենք այսօրվա առավոտը։